թեժաշուն է մեզ սպասվում եւ երևի թե վերջին տարիներին միշտ ասվել է, բայց երևի թե առաջին անգամն է, որ նման թեժաշուն է սպասվում, որովհետեւ եթե դուք նայեք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդեն տեղադրված կուսակցությունների համամասնական ընտրական ցուցակները, անհատական առաջադրումները կտեսնեք, թե ինչ բազմակուսակցական ընտրություններ են տեղի ունենալու այս անգամ։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը միշտ նշել է, որ մենք շատ ենք կարևորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ շատ հայտնի խոսք կա, որ ժողովրդավարությունը սկսվում է տեղերից։ Մեզանում եղել են միշտ մոտեցումներ, որ պետք է վերևից գնալ եւ վերևից փոխելով իջնել ներքև։ Մենք գտնում ենք, որ ներքևից դեպի վերև փոխելու հնարավորությունները ավելի ժողովրդավարական են եւ ավելի իրական են եւ ավելի շատ քաղաքացիական հասարակության ներգրավվածություն կարող են ապահովել, քան վերևից ինչ-որ մի մարդու կողմից դեպի ներքև փոփոխություններ իրականացնելը, ինչը ես գտնում եմ, որ այնքան էլ ժողովրդավարական չի լինի։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր ունեցած հնարավորությունների շրջանակներում ակտիվորեն մասնակցելու է սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Մենք 2 օր ունենք նախանշված արդեն, դա սեպտեմբերի 18-ն է, որտեղ համայնքներ կան սեպտեմբերի 18-ին է թիմ ընտրությունները եւ համայնքներ կան, որ հոկտեմբերի 2-ին են Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընդհանուր թվով 53 տեխնացուներ են առաջադրվել Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից եւ կամ պաշտպանվում են Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից եւ այս 53 տեխնացուները լուրջ մրցակցություն են ապահովելու տարբեր փոքր ու մեծ համայնքներում։ Որտեղ որ մենք ունենք համայնքի ղեկավարի տեխնացու, միանշանակ սա կարող եմ ասել, այդ տեխնացուները չեն առաջադրվել, որ մասնակցեն ընտրություններին, այդ բոլոր տեխնացուները հաղթելու լրջագույն շանսեր ունեցող տեխնացուներ են եւ մենք պայքարում ենք այդ համայնքներում իշխանությունը վերցնելու համար։ Այստեղ կարող եմ թվարկել ուրեմն համայնքի ղեկավարի համար, ամբողջական կառավարման համար մենք մասնակցում ենք Վանաձորում, Սիսիանում, Նոյեմբերյանում, Ջրառատում, իսկ մնացած բոլոր համայնքներում, որտեղ որ ունենք ավականու տեխնացուներ, ավականիներով փորձելու ենք տեղական ժողովրդավարության մշակույթ ձևավորել, բյուջեի նկատմամբ վերահսկողություն սահմանել եւ փորձել ավականու աշխատանքը այնքան լավ կազմակերպել, որ սպասվող պարլամենտական ընտրություններին թե Լուսավոր Հայաստանի բրենդը, թե ավականու կողմից իրականացված աշխատանքները վերի նրան, որ մենք լրջագույն ձայներ կարողանանք ստանալ նշված համայնքներում։ Ուրեմն պետք է անդրադառնամ 2 խոշոր համայնքներին, գիտեք, 2-րդ եւ 3-րդ քաղաքներում Հայաստանի Հանրապետության ընտրություններ են սպասվում եւ նոր ընտրակարգով են այս ընտրությունները սպասվում եւ սա է կարծում եմ նաեւ պատճառը, որ բոլորի ուշադրությունը այս 2 համայնքների վրա է, որովհետեւ առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու այս տարածքում եւ կուսակցությունները լուրջ մրցակցություն են այնտեղ ձևավորել։ Գյումրիում, եթե չեմ սխալվում, արդեն 11 կուսակցություն առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել, Վանաձորում 8 կուսակցություն է փաստաթղթեր ներկայացրել եւ այսօրվանից պետք է սկսվի գրանցումները, գիտեք, ժամկետներով եւ սեպտեմբերի 9-ից քարոզարշավը կմեկնարկի այս 2 համայնքներում։ Վանաձորի հետ կապված պետք է ասեմ, որ ավականու ցուցակը արդեն բոլորին հայտնի է, գլխավորում է Քրիստ Մարուկյանը, Վանաձոր համայնքի քաղաքապետի տեխնացուն Լուսավոր Հայաստանի կողմից։ Մենք սկզբից, ինչպես մյուս համայնքներում նաեւ հաստատել ենք համայնքի ղեկավարի տեխնացուի տեխնացությունը եւ հանձնարարել ենք համայնքի ղեկավարի տեխնացուին ձևավորել իր թիմը, որով որ նա պետք է մասնակցի սպասվող ընտրություններին։ Այսինքն այն, որ պետք է Քրիստ Մարուկյանը գլխավորեր, արդեն ամիսներ առաջ մենք հաստատել էինք եւ օրեր առաջ հաստատվեց նաեւ 35 անդամից բաղկացած ավականիների ցուցակը, տեխնացուների ցուցակը, որը արդեն հանձնված է 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Վանաձորում միանշանակ է, որ հաղթելու ոչ թե շանսերը մենք ունենք, այլ հենց մենք էլ հաղթելու ենք, որովհետև բոլոր ուսումնասիրությունները մեր, նաև այլ կուսակցությունների ուսումնասիրությունները, որը որ չի հրապարակվում բնականաբար, ցույց են տալիս, որ այնտեղ անդառնալիորեն հանրապետական կուսակցությունը պարտվելու է եւ հաղթելու
շանսը ըստ էության պատկանում է Լուսավոր Հայաստան կուսակցությանը։ Դրա մասին մենք հոկտեմբերի 2-ի գիշերը բնականաբար կհրապարակ ենք։ Ինչ վերաբերում է Գյումրիին, Գյումրիում իրավիճակը այլ է եւ Գյումրիի հետ կապված շատ խորը մանրամասն ուսումնասիրություններ ենք իրականացրել, երկու արտակարգ հնարավորություն ենք ունեցել առանձին ցուցակով մասնակցելու, շատ ուժեղ տեխնացուով հանդես գալու, բայց մեր հաշվարկներով դա բերելու էր նրան, որ մենք լավագույն դեպքում ունենալու ենք ուղղակի խմբակցություն։ Գյումրիի համայնքում խմբակցությունը կարող է բաղկացած լինել նվազագույնը 2, առավելագույնը 3, 4, 5 ավականիներից, բայց դրանով մենք հնարավոր է որ խանգարեինք այն ուժին, որը որ կարող է առաջին փուլում 40 գումարած 1% ձայն հավաքել, ստանալ 10% բոնուսը եւ ամբողջական կառավարումը ստանձնել Գյումրի քաղաքի եւ քննարկումների արդյունքում երևի արդեն ձեզ էլ հայտնի է, որ մենք գալայի հետ ենք համագործակցում, գալա կուսակցության եւ որքանով որ ես եմ տեղյակ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը միակ կուսակցությունն է, որ գալայի ընտրական ցուցակում ունի տեխնացուներ, ավականու տեխնացուներ։ Ըստ էության մեզ համար կարևորել չէ թե ով ինչ հնարավորություն կունենա, կարևոր է որ մեր մասնակիցները ակտիվորեն ներգրաված լինեն եւ ներգրաված են եւ կարևոր է որ գալա կուսակցությունը հաղթի Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ինչպես պետք է նշեմ, նույնպես բոլոր մեր ունեցած տեղեկություններն ու հարցումները ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Գյումրիում էլ գալան է հաղթելու ընտրություններում։ Այնտեղ կարող է մի բան խանգարել, դա բազմաթիվ կուսակցությունների մասնակցությունն է, որը կարող է ուղղակի ձայները փոշիացնել։ Պատկերացնենք, եթե 3-4 կուսակցություն մնան բարիերի տակ, այսինքն 6% չհավաքեն, այդ ձայները փոշիանալու են։ Իսկ դրանք հակաիշխանական ձայներ են լինելու։ Նաև այս հանգամանքն է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությանը շատ լուրջ մտածելու տեղիք է տվել եւ մենք որոշել ենք, որ միասնական ցուցակով հանդես կգանք եւ միասին կմասնակցենք։ Ավելին ասեմ, գալա կուսակցությունը հայտնի է որպես լիբերալ քաղաքական ուժ, գալայի ղեկավար Վահան Խաչատրյանի հետ եւ նաեւ անձնակազմի հետ ես երկար տարիների անցած ճանապարհ ունեմ, հարաբերություններ սկսված գալայի գործը մարդու իրավունքների եվրոպական դատարանում աջակցելուն, այսինքն այդ համագործակցությունը այսօր չի սկսվել եւ նաեւ մյուս կողմից մենք հասկանում ենք, որ Գյումրիի խնդիրները գալայի անձնակազմը ավելի լավ է պատկերացնում, քան մենք որպես նորաստեղծ կուսակցություն, որովհետև վերջիվերջո կա անցած ճանապարհ, անցած ռեկորդ, որը որ շատ կարևոր է, թե ով որտեղ ինչով է զբաղվել։ Եվ գտնում ենք, որ Գյումրիի խնդիրներին լուծումներ տալու համար շատ կարևոր է, որ այդ խնդիրներին լավատեղյակ մարդիկ գան իշխանության հենց Գյումրիում։ Վանաձորի Գյումրիի հետ կապված երևի այսքանը, ես կխնդրեմ իմ գործընկերոջը Մանեթ Անդիլյանին անցնել մյուս համայնքներով ներկայացնել մյուս համայնքները։ Խնդրեմ Մանե մյուս համայնքների մասով, նաև կանանց ներգրավության մասով նախ ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօր, որ այստեղ եք գտնվում եւ լուսաբանում եք այս միջոցառումը եւ հույս հայտնել, որ ընտրության օրերին դուք նույնպես ակտիվորեն կլուսաբանեք բոլոր ընտրատեղամասերում ընտրությունները, որովհետեւ դուք իսկապես այն օղակն եք, որը ապահովում է շատ թե քիչ այսպես արդար ընտրություններ, եթե կարելի է այդպես կոչել, մենք իհարկե ամեն բան պետք է անենք, որ դրանք այդպես էլ կոչվեն, բայց ձեր ներկայությունը շատ ցանկալի եւ այս դեպքում երևի թե պարտադիր է։ Ես իսկապես հպարտ եմ, որ մեր նորաստեղծ կուսակցությունը Լուսավոր Հայաստանը, որը դեռ 1 տարի չի բոլորել, որ կա, այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության 5 մարզերում առաջադրումներ է կատարել, ինչպես համայնքի ղեկավարների, այնպես էլ ավականու անդամների։ Սա իսկապես հաջողություն է, առաջին հաջողությունն է եւ երկրորդը լինելու է իրենց հաղթանակը։ Ես ուզում եմ շեշտել այն մարզերը, որտեղ մենք այսօր առաջադրումներ ունենք գալիք ընտրություններին, դա սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ընտրություններն են։ Սյունիքում, Տավուշում, Արմավիրում, Լոռի մարզում եւ Շիրակի մարզում։ Համայնքի ղեկավարի ընդհանուր 7 տեխնացու ունենք, Սյունիքում Սիսիան քաղաքում, Տավուշում 3 տեխնացու ունենք, Նոյեմբերյան այրում եւ Ճոճկան, Արմավիրում 1 տեխնացու ունենք Ջրառատում եւ դուք հնարավորություն կունենաք նաեւ մեր տեխնացուին հարցեր տալ, որն այստեղ է գտնվում, եւ Լոռի մարզում արդեն պարոն Մարուկյանը մանրամասն ներկայացրեց։ Ինչպես նաեւ մենք ունենք ավականիների
լայն ցուցակ 53 հոգուց բաղկացած, որից մեծ մասը բնականաբար Վանաձորի ցուցակով է, 35 անդամ ունենք այնտեղ առաջադրված եւ 18 այլ ավականու անդամներ տարբեր ընտրատեղամասերում։ Դրանք են Լոռիում 3 քաղաքում, Ալավերդի, Ճոճկան եւ Մեծայրում, Տավուշում նաեւ նորից ղեկավարի հետ միասին նաեւ ունենք ավականու առաջադրումներ եւ Գյումրիում։ Ես ուզում եմ մի քանի շեշտադրում անել կապված մեր ընտրությունների հետ, որոնք կկայանան ամսի 18-ին, նախ եւ առաջ 18-ի սեպտեմբերի ընտրությանը ջրառատում մեր մասնակցությունը կայանում է իր առանձնահատկությունը նրանով, որ այստեղ երկար տարիներ ընտրվում է իշխանական թեկնածու եւ մենք այսօր իսկապես ունենք լուրջ թեկնածու, որը բոլոր հնարավոր այսպես պոտենցիալ ունի այնտեղ հաղթելու եւ ձեր ներկայությունը նորից ուզում եմ շեշտադրել, այդ օրը շատ ցանկալի է ջրառատի երկու ընտրատեղամասերում ապահովելու համար թափանցիկ ընտրություններ։ Եվ հաջորդ շեշտադրումը, որ ուզում եմ անել, դա Սիսիանի քաղաքապետի առաջադրումն է, որը ուրախությամբ եմ ուզում ասել, որ միակ կին թեկնածուն է, որ առաջադրվում է այսօր որպես համայնքի ղեկավար, Սրբուհի Գրիգորյանը, որը նույնպես ունի անցած ճանապարհ Սիսիան քաղաքում, թե որպես ավականի, էլի նորից միակ կին ավականի, խիզախ ու համարձակ, որը կարողացել է ոչ միայն կոտրել կարծրատիպեր, այլև պատշաճ ներկայանալ իր ամբողջ ավականի լինելու ընթացքում, բարձրացնել բազմաթիվ հարցեր Սիսիանի համար համապետական մակարդակով։ Եվ ես համոզված եմ, որ Սրբուհին լավագույն թեկնածուն է, որը կարող է նաև Սիսիան քաղաքը այսպես առանձնացնել մնացած բոլոր քաղաքներից որպես համայնքի ղեկավար եւ կկարողանա բազմաթիվ հարցեր լուծել տեղական ինքնակառավարման մակարդակում, որոնք մինչ այսօր թվացել են, թե տեղային լուծում չեն կարող ստանալ։ Եվ իսկապես ուրախ եմ, որ կին թեկնածու ունենք եւ Լուսավոր Հայաստանը լինելով ջատագով հավասարության եւ հավասար հնարավորությունների, ինչպես նաեւ կանանց ներգրավվածության, ապացուցում է, որ այն ինչ մենք խոսում ենք, ինչի մասին որ մենք խոսում ենք, դրանք բառեր չեն։ Դրանք ունեն բովանդակություն եւ հետեւողականություն կյանքի կոչելու։ Ջրաբերում եք գալային, բնականաբար մենք այդ կարծիքը չենք կիսում եւ առաջին անգամ այստեղ եմ լսում, որ նման բան կա, նման խոսակցություն։ Չնայած զարմանալի որևէ բան չկա զարմանալու, որովհետև անընդհատ լինում են նման խոսակցություններ, ես կարծում եմ նմանատիպ տեղեկությունները ուղղակի հետյուրանք են, լկտի սուտ են, ուղղված գալային թուլացնելու կուսակցության դիրքերը, ինչը բնականաբար չի ստացվի, որովհետև Գյումրեցին շատ լավ գիտի, ովքեր են գալայի ներկայացուցիչները, ինչով է զբաղված գալան երկար տարիներ եւ ինչով է զբաղվելու որպես քաղաքական ուժ։ Ինչ վերաբերում է ընդդիմության դաշտում ինչ որ պայքարին, կռիվներին, ինչպես երևի դուք նկատել եք, Լուսավոր Հայաստան կուսակցությունը չի մտնում այդ բանավեճերի մեջ, հնարավորինս բնականաբար փորձում ենք զերծ մնալ, այսինքն բաներ կա, որ հնարավոր չէ չպատասխանել, բայց մենք փորձում ենք հնարավորինս չմտնել, որովհետև բազմիցս նշել եմ ես, մեր թիրախը գործող իշխանությունն է, հանրապետական կուսակցությունը իր ամբողջության մեջ։ Այսինքն մենք ընդդիմադիր դաշտում թիրախ չունենք, որ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերներին, չգիտեմ, բան անենք, ինչ որ ցեղ շպրտենք անվանակենք, ավելին ասեմ, եթե անգամ թիրախել ունենանք, մենք այդ մշակույթի կրողը չենք։ Մենք նոր մշակույթի կրողն ենք, որի մասին շատ խոսել ենք, այսինքն դա մերը չի։ Դա ինչ որ մենք կանք, հա? Այսինքն եթե մենք սկսենք նույն կերպ վարվել, ես ուրեմն սկսելու եմ մտածել, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը իզուր է ստեղծվել։ Ավելի լավ էր մենք անդամագրվեինք այն մյուս կուսակցություններին, որոնք որ այդ մշակույթի կրողն են, եւ դառնանք նրանց նման ինչ որ մի բան։ Մենք այդ ճանապարհով չենք գնացել եւ չենք փորձելու ինչ որ իրական ընդդիմադիր լինելու պայքար մղել։ Այդ պայքարը տեղի ունենում ամենառեալը ընտրությունների ժամանակ։ Հիմա դուք կտեսնեք, հիմա ով է իրական ընդդիմություն։ Եթե մեր գրասենյակը օրինակ նոյեմբերյանում փորձում են փակեն, բարձա չէ, ասենք այդտեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Երբ որ Facebook-ում մեր նյութերը լայքանելու համար մարդ են աշխատանքից ազատում, բարձա չէ, որ էլի նման բան չի կարող լինել։ Ու էլի բազմաթիվ ճնշումներ կան, որոնց մի մասը ես չեմ կարող հրապարակել։ Ինչու՞։ Որովհետև ճնշվող անձը խնդրել է, որ չհրապարակեմ։ Որովհետև եթե հրապարակեմ, այդ ճնշվող անձը ավելի լուրջ խնդիրներ կարող է ունենալ։ Եվ դա ոչ մի դեպք է, ոչ երկու, ոչ երեք, եւ քանի գնա ընտրական քարոզարշավի process-ի մեջ մտնենք, դուք ուշադիր հետևեք։ Ինչ է նշանակում իրական ընդդիմություն։ Մենք այդ դաշտում մեզ
խոսալու, չգիտեմ, հայտարարելու, անվանարկելու, մեկը մյուսին պատասխանելու բան չենք տեսնում, լրջորեն մտահոգված ենք, որ մեր գործընկերները մեկը մյուսին նման ձևով վիրավորում կամ փորձում են ցեղ շպրտել, ինչպես դուք նշեցիք, եւ շատ կարեւոր ասացված կա, ասում է ցեղ շպրտողը առաջինը ինքն է ցեխոտվում, այ որ ցեխը շպրտում ես, պետք է ցեխը վերցնես, որ շպրտես, դու արդեն ցեխոտված ես։ Այլ բան այդ ցեխը տեղ կհասնի, կկպնի ուղղությամբ, որ դու շպրտել ես, բայց դու արդեն ցեխոտված ես։ Դրա համար ելի եմ ասում, սա նաեւ մշակույթի խնդիր է, անգամ եթե թիրախել ունենայինք ընդդիմադիր դաշտում, դա մեր մշակույթը չէ։ Մենք ուղղակի ընտրությունների միջոցով ցույց ենք տալու թե ինչ ուժ ունենք մենք, որքան որ մենք կանք եւ շարունակենք այդ ուժը կառուցել, զորացնել եւ զարգացնել։ Շատ լավ, Եթե շնորհակալություն թույլ տաք, ես ուղղակի կարճ ավելացում անեմ այս երևույթին ընդհանրապես։ Ես խորապես համոզված եմ, որ նմանատիպ գզվրտոցները փոխադարձ ձեռնտու են բացառապես իշխող կուսակցությանը եւ ընդդիմադիր լինելու տիտղոսն էլ ինքը այսպես փողոցում դրված չի, որ իր համար պետք է պայքարել։ Դրանք ընտրողներն են, ովքեր պետք է որոշեն, ում են ձայն տալիս որպես ընդդիմադիր ուժ եւ ով է իրենց ներկայացնում, եթե ոչ իշխանական ուժը։ Ու այնպես որ երևույթը ինքը միայն ձեռնտու է հանրապետական կուսակցության եւ ինչքան ընդդիմադիրները իրեր սրտանց ցեղ շպրտեն, այնքան իշխող կուսակցության ուժեղացնում են։ Պետք է մեկ անգամ ավել մտածել նման բան անելուց առաջ։ Մենք 53 տեխնացուներ ենք առաջադրել 5 մարզերում եւ ես նշեցի, որ այնքան որքան որ ուժ ունի կուսակցությունը, այդքան առաջադրումներ ունենք։ Ինչ է դա նշանակում։ Այդ ուժի մեջ մտնում է ֆինանսական ռեսուրսներ, տվյալ մարդկանց համար քարոզարշավ կազմակերպելու, պատշաճ ներկայանալի քաղաքական արշավ սկսելու համար եւ նաեւ դա ուղղակի մի քայլ չի։ Ինձ համար ընտրական process-ը 3 քայլից է բաղկացած։ Առաջին քայլը, որ ես կարողանամ մարդկանց համոզել, որ ճիշտ տեխնացուն ես եմ կամ քաղաքական ուժը որպես այդպիսին, որ նրանք որոշեն իրենց մեջ, որ ինձ են ձայն տալու։ Երկրորդ քայլը, որ այդ որոշումը կյանքի կոչեն, որովհետեւ մի բանա ես կարող որոշեմ, բայց այդ օրը, չգիտեմ, գնամ, ասենք, միտեղ մատաղուտելու ու չգնամ ընտրական տեղամաս։ Դա որքան կարևոր պետք է լինի ինձ համար, որ ես այդ կիրակի օրը որևէ այլ բանով չզբաղվեմ, գնամ այդ պարտքս կատարեմ ու նոր զբաղվեմ մյուս իմ այլ գործերով։ Այսինքն երկրորդ քայլը սա է, որ պետք է այնպես անես, որ նրանք գնան ընտրության։ Եվ երրորդ քայլը, որ բացի այն որ որոշեն, որ քեզ են ընտրել ու գնան քեզ ընտրեն, դու պետք է կարողանաս նրանց ձայները պահել։ Եվ Լուսավոր Հայաստան կուսակցությունը որտեղ որ ունի առաջադրում, այդ տարածքի ընտրական տեղամասերը անպայմանորեն ծածկված կլինեն մեր վստահված անձերով, որովհետև գիտեք մենք խորհրդարանական ուժ չենք, հանձնաժողովի անդամներ չունենք, բայց ընդդիմադիր ուժեր կան, որոնք ունեն հանձնաժողովների անդամներ, որոնց հետ համագործակցում ենք, որոնց տարբեր հանդիպումների ժամանակ նաև կոչ են արել, որ ամենայն ուշադրությամբ նշանակեն իրենց հանձնաժողովների անդամներին, որովհետև ինչպես գիտեք լուրեր կային, որ հանրաքվեի նախագահական ընտրությունների ժամանակ այդ հանձնաժողովի անդամները պատճառել էին իրենց տեղերը եւ այլն եւ այլն, այսինքն մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր վստահված անձերի միջոցով պահպանենք մեր ընտրողի մեզ վստահած քվեն։ Եվ նաև մի բան էլ ասեմ, որ շատ կարևոր է, ես չգիտեմ, երևի մենք չենք շատ գովազդել, ինչ ա եղել, մի քիչ այդ թեման ետ ա մղվել, ուրեմն ովքեր որ խոսում են ընտրությունների ձայները պահելու բանի մասին, մենք ոչ թե խոսում ենք, այլ մենք պահել ենք, մենք մի անգամ պահել ենք։ Այսինքն մենք փորձ ունենք պահելու, էլի։ Ոչ թե մենք խոսում ենք, որ այ մենք սենց կպահենք, բան չէ, մենք պահել ենք։ Եվ պահել ենք 2012 թվականի մայիսի 6-ին։ Դրանից առաջ քաղաքականության մեջ ես չեմ եղել, կամ եղել եմ որոշ տեղերում որպես դիտորդ, տարբեր ՀԿ-ների կողմից ներկայացված, որպես իրավապաշտպան, կամ որպես փաստաբան դատարաններում եմ համայնքի ղեկավարի տեխնացուի շահեր ներկայացրել, այսինքն process-ը ամբողջությամբ պատկերացնում ենք։ Եվ 2012 թվականին մեզ հաջողվել է Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի, եթե չեմ սխալվում, 48 տեղամասերը երկուական վստահված անձերով պահել։ Հիմա գիտեք 4 տարի անցել է։ Մեր հնարավորությունները, որ չասեմ կրկնապատկվել են, մի քանի անգամ ավելացել են։ Եվ թե Վանաձորում, թե մյուս բոլոր համայնքներում, որտեղ ունենք տեխնացուներ, ես ձեզ վստահեցնում եմ, որ ամբողջությամբ պահվելու են։ Եվ մի միֆ էլ ասեմ, որ միշտ ասում են, որ ընտրությունները կեղծվել են, բան ուշադրություն դարձրեք, պարլամենտական ընտրությունների ժամանակ չեն եղել վերջին գոնե պարլամենտական ընտրությունների ժամանակ այնպիսի կեղծիքներ, որ օրինակ ասեն ընդդիմությունը, ասենք ստացել էր 60% ձայն, բայց արձանագրվել է 30-ը։ Նման բան չի եղել։
Այդ դեպքերը միշտ արձանագրվել են նախագահական ընտրությունների հանրակրվեների ժամանակ, իսկ պարլամենտական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, քանի որ շահերը շատ լոկալ են, այդ լոկալ մակարդակում հնարավոր է եղել պահել ձայները։ Այլ բանա, որ ասենք ընդդիմությունը թիմ ընտրությունների ժամանակ լավ ներկայացված չի եղել կամ ընդհանրապես ներկայացված չի եղել, եւ հանրապետական տեխնացուները հաղթել են Հայաստանի 900-ից ավելի համայնքներում։ Հետո ասենք ոնց է անդիմությունը պլանավորում համապետական ընտրությունների ժամանակ լուրջ մրցակցություն ձևավորել։ Դուրս խնդիր է։ Դրա համար հենց մենք սկսել ենք տեղերից, ժողովրդավարությունը։ Եթե թույլ կտակ պարոն Մարուկյան, ուղղակի հիշեցում, ինչպես գիտենք, նման միտում կա, որ խախտումները լինում են ոչ միայն ընտրատեղամասում, նաև ընտրատեղամասի դուրս, ինչպես օրինակ Հրազդանի ընտրությունները եղավ քաղաքապետի, հա, եւ ընդդիմադիր ուժը տվյալ դեպքում չկարողացավ հաղթել։ Այս դեպքում ինչպես եք պատկերացնում ձեր պայքարը, եթե ընտրատեղամասից դուրս է։ Մի շարք երևույթներ կան, որոնք որ տեղի ունենում տեղամասից դուրս, ինչը արդեն սկսված է, պետք է ասեմ։ Օրինակ այդ լայքելու համար մարդուն աշխատանքից ազատել, վախի մթնոլորտ ձևավորել, դա արդեն սկսված է։ Եվ մեթոդները բազմաթիվ են։ Առաջինը հրապարակայնացնելն է, հրապարակային դաշտ բերել նման դեպքերը։ Երկրորդը, գիտեք, որ ես այն падգամավորն եմ, որ ընտրակեղծիքների հետ կապված նախաձեռնություններ ունեմ իրականացրած, որոնք արդեն մի մասը օրենքի տեսք են ստացել, մի մասը ընթացքի մեջ են, այսինքն խստացնել հնարավորինս սանկցիաները եւ այդ մեսիջը տալ ընտրակեղծարարին, այսինքն ասել, որ այս անգամ դու 500,000 դրամ տուգանքով չես բրցնելու, տարբերակ չես ունենալու, դու անպայման պետք է նստես։ Մի բանա քեզ ասեն գնա կեղծի, դու գնաս կեղծես, հետո քո համար այդ 500,000 դրամը վճարեն, դու էլի գնաս քո մանկապարտեզում դայակ աշխատես կամ չգիտեմ որ դպրոցում ուսուցիչ, հա, ուրիշ բանա, որտեվ որևէ ուրիշ մեկը չի գալու քո փոխարեն նստի բանտում, էլի դու պետք է անձամբ նստես այդ քո կեղծիքի համար։ Դա համար շատ կարևոր է որ նաև ԶԼՄ-ները այս մեսիջը տեղացնեն, որ հնարավորինս սանկցիաները խստանում են, միջազգային Հայաստանը միջազգային պարտավորություններ ունի սրա հետ կապված, նաև ընտրական օրենսգրքի այն կոնսենսուսի լույսի ներքո միջազգային կառույցների ֆինանսական աջակցության շրջանակներում նույնպես Հայաստանի իշխանությունները պարտավորություն են վերցրել, որ խստացնեն սանկցիաները եւ սանկցիաները խստացվում են։ Եվ դրա համար շատ կարեւոր է որ բոլոր դեպքերի հետ կապված հաղորդումներ տրվեն եւ մենք բոլոր մարզերում, բոլոր համայնքներում, որտեղ որ եղան ընտրակաշառքի դեպքեր, եւ մենք փաստեր ունեցանք, եղան, չգիտեմ, ծեծու ջարդ, մարդկանց առևանգումներ, ինչ արատավոր դեպք որ եղել է վերջին 20-25 տարիների ընթացքում, որի օրինակը որ եղավ, մենք անպայման դրա հետ կապված հաղորդում ենք ներկայացնելու իրավապահ մարմիններին եւ հետեւական ենք լինելու որ այդ մարդիկ պատասխան տան։ Հոկտեմբերի 2-ը կգնա, բայց դրանից հետո կլինի հոկտեմբերի 3-ը, 4-ը, 5-ը, 6-ը եւ կյանքը շարունակվելու է, իսկ մենք գիշեր-ցերեկ զբաղվելու ենք այդ մարդկանց բանտեր նստացնելու գործով։ Այսինքն այդ չի ավարտվելու այդ օրը, էլի կապ չունի ինչ ելք կունենա մեր ընտրական պայքարը։ Մենք զբաղվելու ենք այդ մարդկանց կյանքով։ Այսինքն այդ մարդիկ դադար չեն ունենալու։ Դա համար հիմիկվանից ես ուղղակի հայտարարում եմ, որ այդ մարդիկ զգույշ լինեն, այստեղ ուղղակի դիլետանտներ չեն իրենց դեմ պայքարում, հա, լուրջ փաստաբանական խումբ կա ձևավորված, այսինքն մանրամասն հետապնդելու ենք այդ մարդկանց։ Ի սկզբանե ասեմ, որ Գյումրիում չկա ինչ-որ մեծ տորտ, որը որ պետքա գնալ կիսել եւ սկսել ուտել, եւ մեր եւ գալայի մոտեցումներն այլ են, ընտրությունների կամ ընտրությունները հաղթելու հետ կապված, հաղթելու պարագայում ինչին ես հավատում եմ, լինելու է շատ ծանր աշխատանք 5 տարի Գյումրիի զարգացման ռազմավարական պլանի իրականացում եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունը կունենա ավականու անդամներ Գյումրիի համայնքի կառավարմանը դրանով կմասնակցի եւ նաեւ չեմ բացառում որ նաեւ այլ ոլորտներում, այլ ֆորմատներով համագործակցություն լինի։ Այսինքն մեր Գյումրիի թիմը աշխատելու է իր քաղաքը ավելի լավը դարձնելու համար։ Ուրիշ օրակարգ մենք չունենք, որովհետեւ 5 տարով Գյումրիի կառավարումը հանձնվելու է գալակուսակցությանը, ժողովրդի կողմից, ընտրողների կողմից եւ գալակուսակցությունը իր ծրագրերը պետք է իրականացնի, ինչը արդեն դա ընդհանուր ծրագիր է։ Իսկ այդ ծրագիրն ինչի մասին է։ Այդ ծրագիրը Գյումրիին զարգացնելու մասին է։ Հայաստանի երկրորդ քաղաքը իրական երկրորդ քաղաքի տեսք տալու մասին է։ Կյանքի ապրելու աուրա ձևավորելու ստեղծելու մասին է։ Արտագաղթը կանխելու մասին է։ Տնական ավանները վերացնելու մասին է։ Հազար ու մի խնդիր Գյումրիում։
Եթե թույլ կտակ ես ուղղակի ավելացում անեմ, ընտրություններից հետո գիտեք, որ դեռ շարունակելու է այս ազգային ժողովը աշխատել, որ այսօր կա, եւ ի տարբերություն գալա կուսակցության անդամների, մեր Լուսավոր Հայաստան կուսակցության անդամներից պատգամավորի ներկայություն ունենք ազգային ժողովում, եւ այն ավականիները, որոնք մեր կողմից առաջադրված են, բնական է, եւ նաեւ գալան իհարկե, բայց հենց մեր ավականիները, ովքեր ներկայացված են այնտեղ, նրանց բարձրացած հարցերը իրապես նաեւ կբարձրաձայնվեն համապետական մակարդակով կստանան լուծումներ նաև համապետական մասշտաբի, ինչքան որ մեր հնարավորությունը դա թույլ է տալիս։ Ուզում եմ ասել, որ համագործակցությունը բնականաբար բազմակողմանի է լինելու եւ ուղղակի չի սահմանափակվելու փոքր հարցերով, այլ համապետական մասշտաբի բարձրաձայնվելու են Գյումրիի բոլոր խնդիրները, որը մինչեւ այսօր իրականում չի արվել։ Գիտեք, ոչ թե ցանկություն կա, ասել ենք չենք բացառում։ Եվ ես բազմիցս նշել եմ, որ քաղաքականությունը ներառական process է եւ հնարավորինս խաղացողներ ներառելով եւ համախմբելով նորինս ավելի մեծ արդյունքի կարելի է հասնել եւ էքսկլյուզիվ մոտեցումները ուղղակի տանելու են լուրջ ֆիասկոների, լուրջ հիասթափությունների, այսինքն որ մենք ասենք, որ մենք որևէ մեկի հետ չենք ուզում համագործակցել եւ մենք կկարողանանք բոլոր տեղերում հաղթել, նման բան գոյություն չունի։ Հնարավոր դաշինքների մասին կարծում եմ ավելի ակտուալ կլինի քննարկումները սկսել եւ ռեալ կլինի երևի թե նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, նաեւ շատ բան կախված է թիմ ընտրություններից այս առումով, բայց որ առաջին փորձը արդեն կա կոնկրետ մի կուսակցության հետ միասին մասնակցելու, կարծում եմ սա կարող է մեզ համար ուղղակի որոշակի փորձ հանդիսանալ ապագայում նշված քննարկումներում։ Այսինքն հասկանալ թե այդ համագործակցությունը ինչպիսին է, որտեղ մենք առաջին անգամ ենք նման ֆորմատով համագործակցում եւ ելի եմ կրկնում, մենք ներառական process-ների կողմնակից ենք, ինկլյուզիվ process-ների կողմնակից ենք եւ տեսնում ենք հնարավորություն, որ եթե մեծ բան ենք ցանկանում անել, օրինակ իշխանափոխություն, ուրեմն պետքա ներառական process-ներով շարժվենք առաջ։ Եթե ուղղակի ուզում ենք բանը մի 4-5 հոգանոց ֆրակցիա ունենանք Հայաստանի պարլամենտում, ուրեմն կարող ենք միայնակ էլ մասնակցել։ Հիմա ընտրությունը մերն է, էլի պետք է հասկանանք ինչ ենք ուզում։ Բնականաբար մենք ուզում ենք իշխանափոխություն տեղի ունենա, մենք ուզում ենք երկրում կառավարվող համակարգը փոխվի, մենք ուզում ենք լուրջ լծակներ ունենանք, որ մեր ծրագրերն կատարածենք, իսկ այս ամեն ինչը հնարավոր չի անել 5 падգամավորով խորհրդանում կամ 6 կամ 7 կամ 8։ Դրա համար էլ եմ ասում, ներառական process-ների կարիք կա։ Այսինքն կարող ենք ասել նաև, որ թիմ ընտրությունները ձեր կուսակցության համար փորձաքար է գնալու նաև 2017-ի խորհրդանական համապետական ընտրությունների։ Գիտեք, անկախ ելքերից թիմ ընտրությունների մենք ուժեղացած ենք դուրս գալու, սա միանշանակ է, եւ փորձաքար չգիտեմ, ինչ որ բան չկա, որ ասեմ, այ եթե սենց լինի, ուրեմն մենք չենք մասնակցի։ Նման բան չկա։ Մենք մասնակցային քաղաքական ուժ ենք, որտեղ հնարավորություն ունեցանք մասնակցելու ենք։ Անկախ հետագայի, չգիտեմ, ելքերից, այն որ հայկական քաղաքական միտքը նման մի գաղափար ունի, որ այ եթե դու գնաս այնտեղ, չգիտեմ, միտեղ պարտվես, ուրեմն վերջ ժողովուրդը կմտածի, որ դու պարտված ես ու դու այլևս չես կա։ Նման բան չկա։ Դա իշխանության կողմից ներդրված միֆ է, որ մարդկանց ետ պահի process-ներից, որ չփորձեն երբեք։ Այսինքն ինչքան պետքա դու վստահ լինես, որ դու կհաղթես, որ փորձես։ Այսինքն պետք է իմանաս, որ դու կեղծելու ես, որ երևի փորձես, ուրիշ տարբերակ չկա տեղ, էլի։ Իսկ երբ որ դու դասական քաղաքական գործունեությունով ես զբաղված, հա, իրականացնում ես դասական քաղաքականություն, դու պետք է մասնակցես բոլոր քաղաքական process-ներին եւ դրա ամենակարևորագույն էտապը դա ընտրական փուլերն են, ընտրություններն են։ Մենք մասնակցելու ենք, անկախ ելքից կրկնում եմ, ուժեղացած ենք դուրս գալու բոլոր տեղերում, ինչը կրկնապատկելու, եռապատկելու, քառապատկելու է կուսակցության ներուժը, որից հետո կտեսնենք միայնակ մասնակցելու կամ ինչ որ դաշինքներով մասնակցելու հնարավորությունները կքննարկենք։ Եթե թույլ կտակ իրականում ընտրությունների գնալու համար, հա, միայնակ դաշինքով, դա իսկապես կախված է նրանից, թե դու ինչպես ես դիրքավորվում իրական քաղաքական դաշտում։ Մենք ամեն օր աշխատանք ենք տանում մարդկանց հետ եւ մենք իրականությունից կտրված չենք։ Իրականում մեր ձեռքը այսպես զարգերակի վրա է եւ մենք ամեն պահի շատ պրագմատիկ, շատ իրատեսական գնահատում ենք մեր հնարավորությունները։ Եւ մենք խոսելը մի բան է, բայց իրականությունը, երբ որ շփվում ես մարդկանց հետ ու իսկապես պատկերը ստանում ես այն ինչ որ ոչ թե ցանկալի է, այն ինչ որ իրական է եւ դա է լինելու արդյունքը, որովհետեւ իսկ քանի որ դեռ ճանապարհ կա մինչեւ 17 թվական, մենք մեր ամենօրյա աշխատանքով ոչ միայն գնահատելու ենք, այլև ուժեղացնելու ենք մեր դիրքը այնպես, որ մենք կարողանանք մեր նպատակներին հասնել, որն է որ լուսավոր Հայաստանը մեր երկրում բերել։